Երբ 1991 թվականի դեկտեմբերին Լուբյանկայի հատուկ արխիվի աշխատակիցները բացեցին գաղտնի պահարանը, նրանք գտան մի փաթեթ, որը չպետք է գոյություն ունենար։ 5 թղթապանակ, կարմիր կնիկներով, որոնց վրա գրված էր հատուկ կարևորության գործ՝ կապուտիկյան սուրբ բժշկություն։ Փաստաթղթերի մի մասը բացակայում էր, հենց այն էջերը, որոնք պարունակում էին ամենաթանկարժեք տեղեկությունները։ Բերիայի անձնական ստորագրությամբ հրամանագիր, որտեղ նշված էին 17 անուն, հայ մտավորականներ, ովքեր պետք է ձերբակալվեին 1953 թվականի մարտին։ Բայց ցուցակի վրա կարմիր մատիտով վիշտ էին արված, 3 անուն ամբողջությամբ ջնջված էին, իսկ երրորդ էջը պարզապես չկար։ Ո՞վ էր այդ փաստաթղթերը վերցրել։ Ո՞վ ուներ այնպիսի իշխանություն, որ կարողանար փոխել Բերիայի անձամբ ստորագրած մահապատիժների ցուցակը։ Եվ ամենակարևորը, ինչու Սիլվա Կապուտիկյանի անունը հանդիպում էր այդ գործում ոչ թե որպես ձերբակալվողի, այլ որպես հատուկ կապի անձի։ Այս փաստաթղթերը կարող էին արժանալ մարդկային կյանքեր, եւ ինչ-որ մեկը վճռել էր, որ դրանք երբեք չպետք է տեսնեն լույսը։ Բայց այսօր, 35 տարի անց, մենք պատրաստ ենք բացահայտել այն ճշմարտությունը, որը Կրեմլը փորձեց թաղել իր գաղտնիքների հետ միասին։ Երբ Սիլվա Կապուտիկյանը 1948 թվականին առաջին անգամ մտավ Կրեմլի մեծ պալատ, նա ընդամենը 24 տարեկան էր։ Երիտասարդ բանաստեղծուհի, ով դեռ չէր հասցրել հրատարակել իր առաջին գիրքը, բայց արդեն հրավիրված էր Սովետական միության գրողների միության հատուկ նիստիտի։ Նրա ձեռքում էր փոքրիկ սև պայուսակ, որտեղ պահում էր իր բանաստեղծությունների ձեռագիրը, բայց այդ օրը նա չէր կարդացել իր տողերը։ Նա նստած էր դահլիճի վերջին շարքում եւ դիտում էր, թե ինչպես են մեծ գրողները Ալեքսեյ Տոլստոյը, Կոնստանտին Սիմոնովը, Միխայիլ Շոլոխովը ելույթ ունենում Ստալինի առջև։ Նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ մեկ սխալ բառը կարող էր նշանակել վերջ, բայց Սիլվան նկատեց ինչ-որ բան, ինչը մյուսները չտեսան։ Երբ Ստալինը ծխում էր իր ծխամորճը եւ լսում էր ելույթները, նրա աչքերը փնտրում էին ոչ թե հավանություն, այլ անկեղծություն։ Նա ատում էր շողոքորթությունը, բայց սիրում էր ուժը։ Եվ այդ օրը Սիլվան հասկացավ մի բան, որը կփրկեր նրա կյանքը եւ կդառնար նրա ամենամեծ գաղտնիքը։ Կրեմլի հետ պետք է խոսել ոչ թե որպես ծառա, այլ որպես գործընկեր։ Դա էր այն վտանգավոր խաղը, որը նա սկսեց խաղալ այդ օրվանից։ Բայց արդյոք նա իսկապես հասկանում էր, թե ինչ գնով կվճարվի այդ խաղը։ 1953 թվականի փետրվարի 28-րդը Մոսկվայում ձյուն էր տեղում։ Սիլվա Կապուտիկյանը նստած էր մետրոպոլ հյուրանոցի իր հիրհամարում եւ սպասում էր հեռախոսազանգին։ Նա գիտեր, որ այդ զանգը կգար, բայց չգիտեր, թե երբ։ 3 օր առաջ նա ստացել էր գաղտնի նամակ, անանուն, որտեղ գրված էր միայն մեկ նախադասություն. «Ձեր ընկերները վտանգի մեջ են, եթե ցանկանում եք օգնել, սպասեք կապի»։ Նամակի ներսում եղել էր փոքրիկ թղթի կտոր, Եղիշե Չարենցի ձեռագրով գրված 2 տող։ Սիլվան անմիջապես ճանաչել էր այդ գիրը։ Նա տեսել էր այն 1938 թվականին, երբ Չարենցը նրան ցույց էր տվել իր նոր բանաստեղծությունը։ Բայց ինչպես էր այդ թուղթը հայտնվել անծանոթ մարդու ձեռքում։ Չարենցը ձերբակալվել էր 1939 թվականին եւ մահացել էր բանտում, կամ գուցե չէր մահացել։ Երբ հեռախոսը վերջապես զնգաց, Սիլվան վերցրեց լսափողը դողացող ձեռքերով։ Ձայնը հանգիստ էր, գրեթե քնքուշ։ Վաղը ժամը 12-ին գնացեք Գորկու պուրակ։ Նստեք 3-րդ նստարանին ձախ կողմից։ Ձեզ հետ վերցրեք ձեր բանաստեղծությունների տետրը եւ հիշեք, դուք պարզապես զբոսնում եք։ Զանգը ընդհատվեց։ Սիլվան նայեց պատուհանից դուրս։ Մոսկվան շարունակում էր ապրել իր սովորական կյանքով, բայց նրա համար ամեն ինչ փոխվել էր։ Նա հասկանում էր, որ վաղը կսկսվի ինչ-որ բան, ինչից հետո նրա կյանքը երբեք նույնը չէր լինի։ Բայց ով էր այդ մարդը, ով իմանում էր Չարենցի մասին, եւ ինչու էր նա ընտրել հենց Սիլվային։ Հաջորդ օրը, երբ Սիլվան մտավ Գորկու պուրակ, նա տեսավ, որ 3-րդ նստարանին արդեն նստած էր մի տղամարդ, մոտավորապես 50 տարեկան, մոխրագույն վերարկուով եւ սև գլխարկով։ Նա կարդում էր թերթ եւ չնայեց Սիլվային, երբ նա նստեց նրա կողքին։ Մի քանի րոպե անցավ լռության մեջ։ Հետո տղամարդը առանց թերթից աչքը կտրելու ասաց. «Դուք գիտեք, թե ինչու Չարենցը մեռավ»։ Սիլվան զգաց, որ սիրտը կանգ է առնում։ Նա մեռավ, որովհետև չէր կարողանում լռել, շարունակեց տղամարդը։ Բայց դուք ավելի խելացի եք։ Դուք գիտեք, թե երբ պետք է խոսել եւ երբ լռել։ Դրա համար էլ դուք դեռ կենդանի եք։ Նա ծալեց թերթը եւ դրեց նստարանի վրա։ Այդ թերթի ներսում կգտնեք ցուցակ, 17 անուն։ Այդ մարդիկ ձերբակալվելու են մարտի 15-ին։ Դուք կարող եք փրկել 3-ին։
ընտրեք խելացիորեն։ Նա ոտքի ելավ եւ հեռացավ առանց հետ նայելու։ Սիլվան նայեց թերթին, նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ գրեթե չէր կարողանում բացել այն։ Ներսում էր մի թուղթ, մեքենագրված առանց ստորագրության։ 17 անուն, հայ բանաստեղծներ, գրողներ, նկարիչներ։ Նրանցից շատերին Սիլվան անձամբ ճանաչում էր, եւ ներքևում մի նախադասություն. Դուք ունեք 24 ժամ։ Ընտրեք 3 անուն եւ գրեք դրանք այս թղթի հակառակ կողմում։ Վաղը նույն ժամին, նույն տեղում։ Ինչպես կարող էր նա ընտրել։ Ինչպես կարող էր որոշել, թե ով արժանի է ապրելու եւ ով մեռնելու։ Եվ ամենակարևորը, արդյոք սա իսկական առաջարկ էր, թե ծուղակ, որպեսի նա ինքն իրեն մատնի։ Այդ գիշերը Սիլվա Կապուտիկյանը չքնեց։ Նա նստած էր հյուրանոցի համարում եւ նայում էր այդ ցուցակին։ 17 անուն, 17 կյանք։ Եվ նա պետք է ընտրեր միայն 3-ը։ Նա փորձեց մտածել ռացիոնալ, ով էր ամենաարժեքավորը հայ մշակույթի համար, ով էր ամենաերիտասարդը, ով ուներ ամենամեծ ներուժը։ Բայց ինչպես կարող էր նա դատել։ Ով էր նա, որ որոշեր մարդկանց ճակատագիրը։ Նա հիշեց Չարենցի վերջին նամակը, որը նա ստացել էր ձերբակալությունից մի քանի օր առաջ։ Սիլվա, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, խոստացիլ, որ կշարունակես գրել։ Մեր ժողովուրդը կարիք ունի ձայների, որոնք չեն լռի։ Բայց արդյոք Չարենցը կուզեր, որ նա խաղաղ վճարեր իր հայ կյանքը, որ ինքն էր կոչված ներքին իրավիճակը, իր համարում էր ներքին կանխատեսումը, եւ որ իր մեջ միայն կարելի էր նստել ու նայել նրան։ Այնինչ կարելի էր անել միայն նրան ներկայացնելու համար, իսկ հետո համարել նրան մարդ։ Կլինի հետաքրքիր, ստացվեր սիրել։ Նա մտավ համալսարան։ Նորից է Հարենցը կուզեր, որ նա խաղար այս խաղը։ Արդյոք նա կհամաձայներ, որ Սիլվան փրկի 3 կյանք, զոհաբերելով 14-ը։ Առավոտյան ժամը 6-ին Սիլվան վերցրեց մատիտը։ Նա գիտեր, որ ինչ էլ որոշեր, այն կհետապնդեր իրեն ամբողջ կյանքում։ Բայց նա նաև գիտեր, որ եթե ոչինչ չաներ, 17-ը կմեռնեին։ Նա գրեց 3 անուն։ Առաջինը երիտասարդ բանաստեղծ, ով նոր էր սկսել գրել եւ դեռ չէր հասցրել ցույց տալ իր տաղանդը։ Երկրորդը նկարիչ, ով ուներ 3 փոքր երեխա։ Երրորդը թարգմանիչ, ով միակ մարդն էր, որը կարող էր հայերեն թարգմանել ռուսական դասական գրականությունը։ Նա ծալեց թուղթը եւ դրեց իր պայուսակի մեջ։ Նրա ձեռքերը դեռ դողում էին, բայց որոշումը կայացված էր։ Արդյոք նա նոր փրկեց 3 կյանք, թե դատապարտեց 14-ը։ Ժամը 12-ին Սիլվան կրկին նստած էր 3-րդ նստարանին։ Այս անգամ տղամարդը եկավ ուշ, 15 րոպե անց։ Նա նստեց նրա կողքին եւ ասաց. Դուք ընտրեցիք։ Սիլվան լուր մեկնեց նրան ծալված թուղթը։ Տղամարդը բացեց այն, կարդաց 3 անունները եւ գլուխ շարժեց։ Հետաքրքիր ընտրություն, ասաց նա։ Ոչ ամենազայտնիները, ոչ ամենատաղանդավորները, բայց գուցե ամենախելացի ընտրությունը։ Նա դրեց թուղթը իր գրպանը եւ ոտքի ելավ։ Մարտի 15-ին ձերբակալությունները կտեղի ունենան։ Ձեր 3 մարդիկ չեն լինի ցուցակում, բայց դուք երբեք չպետք է պատմեք այս մասին, երբեք։ Եթե մեկը իմանա, որ դուք ընտրել եք, ապա բոլորը կմեռնեն, ներառյալ այդ 3-ին։ Դուք հասկանում եք։ Սիլվան գլուխ շարժեց։ Եվ դեռ մի բան, շարունակեց տղամարդը։ Այսուհետև դուք պարտավոր եք աշխատել մեզ համար։ Ոչինչ հատուկ, պարզապես երբեմն տեղեկություններ, երբեմն փոքր ծառայություններ։ Դուք համաձայն եք։ Սիլվան զգաց, որ ծուղակը փակվում է։ Նա փրկել էր 3 կյանք, բայց վաճառել էր իր հոգին։ Ես համաձայն եմ, ասաց նա, եւ ձայնը գրեթե չէր լսվում։ Տղամարդը ժպտաց առաջին անգամ։ Լավ, դուք խելացի կին եք, Սիլվա Բագրատի։ Դուք կապրեք երկար եւ կգրեք շատ գեղեցիկ բանաստեղծություններ։ Եվ ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ գնով։ Նա հեռացավ, եւ Սիլվան մնաց մենակ նստարանին։ Ձյունը կրկին սկսել էր տեղալ։ Նա նայեց իր ձեռքերին։ Դրանք մաքուր էին, բայց նա զգում էր, որ դրանք երբեք այլևս մաքուր չեն լինի։ Արդյոք նա արեց ճիշտ բանը։ Արդյոք 3 փրկված կյանքը արդարացնում էր 14 զոհված կյանքերը։ Եվ ամենակարևորը, արդյոք նա այժմ դարձել էր այն, ինչից միշտ վախեցել էր՝ համակարգի գործիք։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Սիլվա Կապուտիկյանի նախկին անձնական քարտուղարը, ձեռքերը դեռևս դողալով 35 տարի անց։ Ինչ գիտեր այս կինը, ինչը մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անդամներ Սիլվայի ներքին շրջանակից խոսում են առաջին անգամ այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք Սովետական Միության վերջին օրերի մասին։ Բայց նախքան մենք լսենք նրանց վկայությունները, պետք է վերադառնանք 1956 թվական,
Այն տնտարի, երբ Սիլվա Կապուտիկյանը ստացավ իր առաջին իսկական առաջադրանքը Լուբյանկայից։ Առաջադրանք, որը պահանջում էր ոչ թե բանաստեղծություններ գրել, այլ մարդկանց դավաճանել։ Կամ գուցե փրկել։ Սահմանագիծը այնքան բարակ էր, որ նույնիսկ Սիլվան ինքը չէր կարողանում ասել, թե որտեղ էր անցնում այն։ 1956 թվականի մայիսին Երևանում տոնում էին հաղթանակի օրը։ Փողոցներում երթ էր, մարդիկ գրում էին դրոշներ և երգում էին պատերազմական երգեր։ Սիլվա Կապուտիկյանը նստած էր Գրողների միության շենքի իր գրասենյակում և սպասում էր հյուրի։ 3 տարի էր անցել այն օրվանից, երբ նա ընտրել էր 3 անուն Գորկու պուրակում։ Այդ 3 տարիների ընթացքում նա ստացել էր 11 առաջադրանք, փոքր, անվնաս թվացող բաներ։ Տեղեկություններ այն մասին, թե ով ինչ է ասել գրողների ժողովներում, ով ում հետ է հանդիպում, ով ինչ եկավ ինչ է կարդում։ Սիլվան ասում էր իրեն, որ սա անվնաս է, որ նա պարզապես օգնում է պետությանը հասկանալ մտավորականների տրամադրությունները։ Բայց նա գիտեր, որ սա ինքնախաբեություն էր։ Յուրաքանչյուր տեղեկություն, որը նա փոխանցում էր, կարող էր արժանալ մեկի կարիերան, ազատությունը կամ նույնիսկ կյանքը։ Եվ այդ օրը նրան ասացին, որ եկել է ժամանակը իսկական ծառայության համար։ Երբ դուռը բացվեց, ներս մտավ ոչ թե այն մոխրագույն վերարկուով տղամարդը Մոսկվայից, այլ երիտասարդ սպա, մոտավորապես 30 տարեկան, կարճ մազերով և սառը կապույտ աչքերով։ Նա չնստեց, չներկայացավ, պարզապես դրեց սեղանի վրա մի ծրար և ասաց. «Սա ձեր նոր առաջադրանքն է։ Կարդացեք հիմա, այստեղ։ Երբ ավարտեք, ծրարը կմնա ինձ մոտ»։ Սիլվան բացեց ծրարը դողացող ձեռքերով։ Ներսում էր հաստ թղթապանակ, լուսանկարներով, փաստաթղթերով, ձեռագիժ նամակներով։ Վերևում մեքենագրված էջ առանց վերջնագրի, միայն մեկ նախադասություն։ Գործողության օբյեկտ՝ Պարույր Սևակ, բանաստեղծ, 42 տարեկան, կասկածվում է հակասովետական քարոզչության մեջ։ Սիլվան զգաց, որ սենյակը պտտվում է։ Պարույր Սևակը նրա ընկերն էր, նրա գործընկերը, մարդը, ում հետ նա նստել էր անթիվ գիշերներ, քննարկելով բանաստեղծություններ և երազելով ազատ Հայաստանի մասին։ Եվ հիմա նրանից ուզում էին, որ նա լրտեսի Սևակի վրա։ Նա շարունակեց կարդալ, փաստաթղթերը մանրամասն նկարագրում էին Սևակի հանցագործությունները։ Նա գրել էր բանաստեղծություններ, որոնք քննադատում էին սովետական իշխանությունը։ Նա հանդիպել էր արտասահմանյան լրագրողների հետ, նա խոսել էր Հայաստանի անկախության մասին։ Բայց ամենավտանգավորը, նա պլանավորում էր հրատարակել ստորգետնյա ամսագիր, որտեղ կհավաքվեին բոլոր այն բանաստեղծները, որոնք չէին անցնում գրաքննությունը։ Եվ Սիլվայի առաջադրանքը պարզ էր՝ մտնել Սևակի վստահության մեջ, իմանալ այդ ամսագրի մասին ամեն ինչ, ով է ֆինանսավորում, ով է տպագրում, ով է բաշխում և հանձնել այդ տեղեկությունները Լուբյանկային։ Դրա դիմաց նրան խոստանում էին հատուկ պաշտպանություն և կարիերայի առաջ խաղացում։ Բայց եթե նա հրաժարվեր, ապա հետևանքները կլինեն լուրջ, ոչ միայն ձեզ համար, այլև ձեր ընտանիքի համար։ Սիլվան փակեց թղթապանակը և նայեց սպային։ «Ես չեմ կարող սա անել», ասաց նա, և ձայնը ավելի ամուր էր, քան ինքը սպասում էր։ Սպան առաջին անգամ ժպտաց, սառը, անհոգ ժպիտ։ «Իհարկե կարող եք», ասաց նա։ «Դուք արդեն արել եք դա 3 տարի։ Դուք արդեն փրկել եք 3 կյանք, զոհաբերելով 14-ը։ Դուք արդեն գիտեք, թե ինչպես է խաղացվում այս խաղը, և դուք գիտեք, որ եթե հիմա հրաժարվեք, ապա այդ 3 մարդիկ, որոնց դուք փրկեցիք, կիմանան, որ իրենց փրկությունը եղել է ձեր ընտրությունը։ Ինչպես կարծում եք, նրանք ինչպես կապրեն այդ գիտելիքով։ Եվ ինչպես կապրեն այն 14-ի ընտանիքները, երբ իմանան, որ դուք կարող էիք փրկել նրանց սիրելիներին, բայց ընտրեցիք ուրիշներին»։ Սիլվան հասկացավ, որ նա ծուղակի մեջ է։ Նրանք գիտեին ամեն ինչ։ Նրանք միշտ գիտեին, և նրանք երբեք չէին թողնի նրան գնալ։ «Ինչու Սևակը», հարցրեց նա։ «Ինչու ոչ ուրիշ մեկը»։ Սպան վերցրեց թղթապանակը և դրեց իր պայուսակի մեջ։ «Որովհետև Սևակը վտանգավոր է», ասաց նա։ «Նա ունի ազդեցություն, նա ունի համարձակություն, և նա ունի երազանք։ Եվ երազանքները, դրանք ամենավտանգավոր զենքն են։ Դուք ունեք 2 շաբաթ։ Մայիսի 25-ին մենք սպասում ենք ձեր առաջին զեկույցը»։ Նա դուրս եկավ, և Սիլվան մնաց մենակ իր գրասենյակում։ Դրսում շարունակվում էր տոնակատարությունը, մարդիկ երգում էին հաղթանակի մասին, ազատության մասին, լույսի մասին։ Բայց Սիլվայի համար այդ բառերը կորցրել էին իրենց իմաստը։ Նա նայեց պատուհանից դուրս և տեսավ Պարույր Սևակին։ Նա քայլում էր փողոցով, ձեռքին գիրք, երեսին ժպիտ։ Նա չգիտեր, որ իր ամենամոտ ընկերուհին հենց նոր ստացել էր հրաման դավաճանել նրան։ Արդյոք Սիլվան կարող էր գտնել ելք այս իրավիճակից։ Արդյոք կար ճանապարհ, որը չէր պահանջում դավաճանություն։ Թե նա արդեն այնքան խորն էր ընկել, որ միակ ճանապարհը դեպի վեր էր ավելի խորը իջնելը։
Հաջորդ 2 շաբաթների ընթացքում Սիլվա Կապուտիկյանը ապրեց կրկնակի կյանք։ Ցերեկը նա էր սովորական Սիլվան, բանաստեղծուհի, գրողների միության անդամ, հանրային դեմք։ Նա մասնակցում էր ժողովների, կարդում էր իր բանասիր բանաստեղծությունները, ժպտում էր լուսանկարիչներին։ Բայց գիշերները նա նստում էր իր գրասենյակում եւ գրում էր զեկույցներ։ Ամեն մի հանդիպում Սևակի հետ, ամեն մի խոսակցություն, ամեն մի անուն, որը նշվում էր, ամեն մի տեղ, որտեղ նրանք հանդիպում էին, ամեն ինչ գրվում էր մանրամասն, ճշգրիտ, սառը։ Սիլվան ատում էր ինքն իրեն ամեն մի բառի համար, որը գրում էր, բայց նա չէր կարող դադարեցնել։ Նա փորձեց համոզել ինքն իրեն, որ եթե նա անում է սա, ապա գուցե կարողանա վերահսկել իրավիճակը, գուցե կարողանա պաշտպանել Սևակին, տալով Լուբյանկային այն տեղեկությունները, որոնք նրանք արդեն գիտեն, եւ թաքցնելով այն, ինչը իսկապես վտանգավոր է։ Բայց ամեն անգամ, երբ նա հանդիպում էր Սևակին եւ տեսնում էր նրա բաց, վստահող աչքերը, նա զգում էր, որ ինչ-որ բան մեռնում է նրա ներսում։ Մայիսի 20-րդին Սևակը հրավիրեց Սիլվային իր տուն, ասելով, որ ուզում է ցույց տալ նրան ինչ-որ կարևոր բան։ Սիլվան գիտեր, որ սա այն պահն է, որի համար Լուբյանկան սպասում էր։ Նա մտավ Սևակի տուն, սիրտը խփում էր այնքան ուժգնորեն, որ վախենում էր, որ Սևակը կլսի։ Սևակի տունը փոքր էր, բայց ջերմ եւ լի գրքերով։ Պատերին կախված էին նկարներ, հայ լեռներ, հին եկեղեցիներ, ազատության խորհրդանիշներ։ Սևակը առաջնորդեց Սիլվային իր աշխատասենյակ եւ փակեց դուռը։ «Սիլվա», ասաց նա, եւ ձայնը լի էր հուզմունքով, «ես ուզում եմ ցույց տալ քեզ ինչ-որ բան, որը կփոխի ամեն ինչ, բայց նախքան դա պետք է խոստանաս, որ այս մասին ոչ ոքի չես ասի։ Ոչ ոքի։ Նույնիսկ եթե քեզ սպառնան, նույնիսկ եթե քեզ խոշտանգեն, դու կարող ես խոստանալ»։ Սիլվան զգաց, որ ծուղակը փակվում է։ Նա գիտեր, որ ինչ էլ ասեր Սևակը, նա պարտավոր էր զեկուցել Լուբյանկային։ Բայց նա նաև գիտեր, որ եթե հիմա հրաժարվեր լսել, Սևակը կասկածեր, եւ ապա ամեն ինչ կավարտվեր ավելի վատ։ «Ես խոստանում եմ», ասաց նա, եւ ձայնը գրեթե չէր լսվում։ Սևակը բացեց իր գրասեղանի գաղտնի դարակը եւ հանեց փոքրիկ տետր, սև կաշվե կազմով։ «Սա», ասաց նա, «մեր ապագան է։ Ստորգետնյա ամսագիր, ազատ բառ։ Մենք արդեն ունենք 15 հեղինակ, 3 տպագրիչ եւ 5 բաշխիչ։ Առաջին համարը կհրատարակվի հունիսին։ Եվ դու, Սիլվա, դու պետք է լինես մեր խմբագիժներից մեկը»։ Նա բացեց տետրը եւ ցույց տվեց Սիլվային։ Ներսում էին անուններ, հասցեներ, պլաններ, ամսաթվեր, ամեն ինչ Լուբյանկան ուզում էր իմանալ, ամեն ինչ, ինչը կարող էր ուղարկել 15 մարդու բանտ կամ ավելի վատ։ Սիլվան նայեց այդ տետրին եւ հասկացավ, որ նա պահում է ձեռքում 15 կյանք։ Եվ նա պետք է ընտրեր՝ փրկել դրանք, թե դավաճանել դրանք։ Այդ գիշերը Սիլվա Կապուտիկյանը նստած էր իր տանը եւ փորձում էր որոշել, թե ինչ անել։ Նա կարող էր գրել զեկույց, տալ բոլոր անունները, բոլոր հասցեները, եւ Լուբյանկան կձերբակալեր բոլորին, մինչեւ ամսագրի առաջին համարը հրատարակվեր։ 15 մարդ կմտներ բանտ, բայց գուցե նրանց կյանքները կփրկվեին։ Կամ նա կարող էր լռել, թույլ տալ ամսագրին հրատարակվել, եւ ապա երբ Լուբյանկան հայտնաբերեր այն, բոլորը կդատապարտվեին ավելի խիստ, ոչ միայն մտքերի, այլև գործողությունների համար։ Կամ կար երրորդ տարբերակ, վտանգավոր, գուցե անհնար, բայց միակը, որը թույլ կտար նրան պահպանել իր հոգին։ Նա կարող էր նախազգուշացնել Սևակին։ Ոչ ուղղակիորեն, ոչ բացահայտորեն, այլ բավականաչափ, որպիսի նա հասկանար, որ վտանգ կա։ Եվ ապա, երբ Սևակը դադարեցներ ամսագրի աշխատանքները, Սիլվան կարող էր զեկուցել Լուբյանկային, որ ծրագիրը չեղարկվել է։ Բայց սա նշանակում էր խաղալ երկու կողմի դեմ միաժամանակ, խաբել եւ Լուբյանկային, եւ Սևակին։ Եվ եթե որևէ կողմը հասկանար, թե ինչ է նա անում, ապա նրա ճակատագիրը կլիներ նույնը, ինչ Չարենցինը։ Բայց արդյոք նա ուներ այլ ընտրություն։ Արդյոք կար ուրիշ ճանապարհ, որը թույլ կտար նրան ապրել ինքն իր հետ։ Նա վերցրեց թուղթ եւ սկսեց գրել։ Ոչ զեկույց Լուբյանկային, ոչ նամակ Սևակին, այլ բանաստեղծություն։ Բանաստեղծություն նախազգուշացման մասին, վտանգի մասին, դավաճանության մասին։ Բանաստեղծություն, որը Սևակը կկարդար եւ կհասկանար, բայց Լուբյանկան ոչ։ Գուցե սա էր միակ ճանապարհը՝ խոսել ճշմարտությունը այնպես, որ միայն նրանք, ովքեր պետք է լսեին, կհասկանային։ Արդյոք այս խաղը կաշխատեր, թե նա պարզապես երկարացնում էր անխուսափելին։ Հաջորդ օրը Սիլվան հրատարակեց իր բանաստեղծությունը գրական թերթամսագրում։ Վերնագիրը պարզ էր՝ նախազգուշացում։ Բանաստեղծությունը խոսում էր թռչունների մասին, որոնք երգում են ազատության մասին, բայց չեն նկատում որսորդին, ով թաքնված է թփերի մեջ։ Խոսում էր ծառերի մասին, որոնք երազում են երկինք հասնել, բայց չեն տեսնում կացինը, որը սպասում է դրանց արմատներին։ Խոսում էր բառերի մասին, որոնք կարող են ազատել կամ դատապարտել, կախված նրանից, թե ով է դրանք լսում։ Ամեն տող էր կրկնակի իմաստով,
Մակերեսային մակարդակում սա էր պարզ բանաստեղծություն բնության մասին, բայց նրանց համար, ովքեր գիտեին, թե ինչ փնտրել, սա էր հստակ ազդանշան. դադարեցրեք, դուք վտանգի մեջ եք, ձեզ դիտում են։ Երբ Պարույր Սևակը կարդաց այդ բանաստեղծությունը, նա անմիջապես հասկացավ։ Նա զանգահարեց Սիլվային եւ ասաց. «Շնորհակալ եմ այդ գեղեցիկ բանաստեղծության համար։ Ես կարծում եմ, ես հասկացա, թե ինչի մասին է այն, եւ ես կմտածեմ շատ ուշադիր»։ Սիլվան զգաց թեթևացում։ Սևակը ստացել էր ազդանշանը։ Բայց նույն օրը երեկոյան նա ստացավ հեռախոսազանգ Մոսկվայից։ Ձայնը սառ էր, ծանոթ, այն սպան, ով տվել էր նրան առաջադրանքը։ «Մենք կարդացինք ձեր բանաստեղծությունը», ասաց նա։ «Շատ հետաքրքիր, շատ խորիմաստ, բայց մենք չենք վճարում ձեզ բանաստեղծուն ներդություններ գրելու համար։ Մենք վճարում ենք տեղեցում ենք տեղեկությունների համար, եւ մենք դեռ սպասում ենք ձեր զեկույցին։ Ունեք ինչ-որ բան ասելու»։ Սիլվան հասկացավ, որ նրանք նույնպես հասկացել են բանաստեղծության իսկական իմաստը։ Նրանք գիտեին, որ նա փորձել է նախազգուշացնել Սևակին, եւ հիմա նրանք սպասում էին տեսնելու, թե ինչ կանի նա։ Արդյոք նա կշարունակի խաղալ երկու կողմի դեմ, թե վերջապես կընտրի մեկ կողմը, եւ եթե ընտրի, ապա որ կողմը՝ Լուբյանկայինը, որը սպառնում էր նրան եւ նրա ընտանիքին, թե Սևակինը, որը վստահում էր նրան եւ հավատում էր նրան։ Կամ գուցե կար երրորդ կողմ, իր սեփական խիղճը, որը պահանջում էր, որ նա դադարեցներ խաղալ եւ վերջապես ասեր ճշմարտությունը։ Բայց որ ճշմարտությունը։ Այն, որ նա լրտես է, թե այն, որ նա փորձում է փրկել կյանքեր։ Արդյոք այս երկու ճշմարտությունները կարող էին գոյակցել, թե նա պարտավոր էր ընտրել միայն մեկը, իմանալով, որ ինչ էլ ընտրեր, մեկը կմեռներ, կամ Սևակը, կամ նրա սեփական հոգին։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Սիլվա Կապուտիկյանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված հանդիպում Լուբյանկայի գործակալների հետ։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1956 թվականի հունիսի 12-ին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Սիլվայի ճակատագիրը։ Ինչով էին նրանք զբաղված այն գաղտնի խմբում, որը կոչվում էր ներքին շրջանակ։ Ինչու Սիլվան վստահում էր նրանց ավելի, քան իր ընտանիքին։ Եվ ամենակարևորը, ինչու նրանցից յուրաքանչյուրը պահում էր փոքրիկ կապույտ հապ իր գրպանում։ Հապ, որը Սիլվան անձամբ էր տվել նրանց, ասելով. «Եթե ձերբակալեն, խմեք սա անմիջապես, դուք չպետք է խոսեք, երբեք»։ Ովքեր էին այս մարդիկ, ովքեր պատրաստ էին մեռնել պաշտպանելու Սիլվայի գաղտնիքները։ Եվ ինչպիսի գաղտնիքներ էին դրանք, որ արժեին մարդկային կյանքեր։ 1956 թվականի հունիսի 12-ին, երբ Սիլվա Կապուտիկյանը հասկացավ, որ Լուբյանկան եւ Սևակը երկուսն էլ սպասում են նրա հաջորդ քայլին, նա գիտեր, որ ժամանակը եկել է ստեղծել իր սեփական ցանցը։ Ոչ Լուբյանկայինը, ոչ Սևակինը, այլև սեփականը, մարդիկ, ովքեր կլինեին նրա աչքերը, ականջները եւ ձեռքերը այն աշխարհում, որտեղ յուրաքանչյուր բառ կարող էր լինել ծուղակ։ Նա սկսեց ուշադիր ընտրել։ Առաջինը եղավ Արմենը, նրա նախկին ուսանողը, ով այժմ աշխատում էր Գրողների միության արխիվում եւ ուներ մուտք բոլոր գաղտնի փաստաթղթերին։ Երկրորդը Լուսինեն, բժշկուհի, ով բուժում էր բարձրաստիճան պաշտոնյաներին եւ լսում էր նրանց խոստովանությունները, երբ նրանք գտնվում էին ցավի կամ վախի տակ։ Երրորդը Վահանը, հին բանակային սպա, ով ծառայել էր Բերիայի անձնական պահակազորում եւ գիտեր, թե որտեղ են թաղված բոլոր դիակները, բառացի եւ փոխաբերական իմաստով։ Չորրորդը Նունեն, թարգմանչուհի, ով ներկա էր բոլոր գաղտնի հանդիպումներին Կրեմլի եւ Երևանի միջև եւ գիտեր, թե ինչ էր իսկապես ասվում փակ դռների հետևում։ Յուրաքանչյուրին Սիլվան ընտրեց ոչ թե նրանց հավատարմության, այլ նրանց վախի համար։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ գաղտնիք, որը կարող էր ոչնչացնել նրանց, եւ Սիլվան գիտեր այդ գաղտնիքները։ Սա էր նրա ապահովագրությունը, փոխադարձ վախի համակարգ, որտեղ յուրաքանչյուրը պահում էր մյուսի գաղտնիքները, իմանալով, որ եթե մեկը խոսեր, բոլորը կընկնեին։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սիլվայի տան ստորգետնյա սենյակում, տարածություն, որի մասին նույնիսկ նրա ամուսինը չգիտեր։ Սիլվան նստեցրեց 4-ին շրջանաձև սեղանի շուրջ եւ ասաց. «Այսօրվանից դուք չեք աշխատում ինձ համար, դուք աշխատում եք ճշմարտության համար։ Բայց ճշմարտությունը, որը մենք փնտրում ենք, չի այն, ինչ Լուբյանկան ուզում է լսել, եւ ոչ այն, ինչ Սևակը կարծում է, որ գիտի։ Մեր ճշմարտությունը ավելի խորն է, ավելի վտանգավոր եւ ավելի կարեւոր։ Մենք պետք է իմանանք, թե ով իսկապես վերահսկում է Հայաստանը, ով որոշում է, թե ով կապրի եւ ով կմեռնի, եւ ամենակարևորը, ինչու Մոսկվան այդքան վախենում է մեր փոքրիկ հանրապետությունից»։ Նա բացեց սեղանի վրա մի քարտեզ, ոչ Հայաստանի աշխարհագրական քարտեզ, այլ իշխանության քարտեզ, անուններ, կապեր, գաղտնի հանդիպումներ, փողի հոսքեր։
Վերջին 3 տարիների ընթացքում շարունակեց նա, ես հավաքել եմ տեղեկություններ Լուբյանկայի համար, բայց ես նաև հավաքել եմ տեղեկություններ մեր համար։ Եվ այն, ինչ ես գտել եմ, սարսափելի է։ Կա մի խումբ Մոսկվայում, որը պլանավորում է ոչնչացնել հայ մտավորականությունը, ոչ միանգամից, այլ աստիճանաբար, մեկ առ մեկ, այնպես որ ոչ ոք չնկատի օրինաչափությունը։ Չարենցը միայն սկիզբն էր, Սևակը հաջորդն է, եւ ես, եթե չլինեմ զգույշ, երրորդն եմ։ Սենյակում լռություն էր, այնպիսի լռություն, որը ծանրանում է կրծքավանդակի վրա եւ դժվարացնում է շնչառությունը։ Արմենը առաջինն էր, ով խոսեց, ձայնը դողում էր, բայց հստակ էր։ Եթե դա ճիշտ է, ապա մենք բոլորս արդեն մեռած ենք։ Դրանք միշտ մեկ քայլ առաջ են։ Դրանք գիտեն, թե ինչ ենք մենք մտածում, նախքան մենք ինքներս կիմանանք։ Սիլվան գլուխ շարժեց։ Ոչ միշտ։ Դրանք ուժեղ են, բայց ոչ ամենագետ։ Դրանք ունեն լրտեսներ, բայց լրտեսները տեսնում են միայն այն, ինչ մենք ցույց ենք տալիս նրանց։ Եվ եթե մենք խելացի ենք, մենք կարող ենք ցույց տալ նրանց այն, ինչ ուզում ենք որ տեսնեն, մինչդեռ իսկական աշխատանքը կատարվում է ստվերում։ Լուսինեն հարցրեց. Բայց ինչպես։ Ինչպես կարող ենք մենք 5 մարդ պայքարել ամբողջ համակարգի դեմ։ Սիլվան ժպտաց, դառը հոգնած ժպիտ։ Մենք չենք պայքարում համակարգի դեմ։ Մենք օգտագործում ենք համակարգը։ Ես շարունակելու եմ տալ Լուբյանկային տեղեկություններ, բայց այդ տեղեկությունները կլինեն ուշացած, անամբողջ կամ պարզապես սխալ։ Ես շարունակելու եմ աշխատել Սևակի հետ, բայց ես կվերահսկեմ, թե ինչ է նա անում, որպեսզի նա չանի այնպիսի սխալ, որը կարժենա նրա կյանքը։ Եվ դուք կլինեք իմ աչքերն ու ականջները այն տեղերում, որտեղ ես չեմ կարող լինել։ Արմենը կհետևի արխիվներին, կտեսնի, թե ով է ձերբակալվելու, նախքան դա կտեղի ունենա։ Լուսինեն կլսի բարձրաստիճան պաշտոնյաների խոստովանությունները, կիմանա, թե ինչ են նրանք իսկապես պլանավորում։ Վահանը կպահի կապը հին բանակային ընկերների հետ, կիմանա, թե երբ են պատրաստվում հարձակման։ Նունեն կթարգմանի ոչ միայն բառերը, այլև ենթատեքստը, կհասկանա, թե ինչ են իսկապես նշանակում Կրեմլի հրամանները։ Նա դադարեց եւ նայեց յուրաքանչյուրի աչքերին։ Բայց դուք պետք է հասկանաք, սա ամենավտանգավոր խաղն է, որը երբևէ խաղացել եմ։ Եթե մեզ բռնեն, մենք չենք պարզապես մեռնի։ Մեզ կխոշտանգեն, կստիպեն դավաճանել միմյանց եւ միայն ապա կթույլ տան մեռնել։ Դրա համար է, որ ես տալիս եմ ձեզանից յուրաքանչյուրին սա։ Նա հանեց իր պայուսակից 4 փոքրիկ կապույտ հապ, յուրաքանչյուրը փաթեթավորված թափանցիկ թաղանթի մեջ։ Սա ցիանիդ է։ Եթե ձեզ ձերբակալեն եւ հասկանաք, որ չեք կարող դիմանալ խոշտանգումներին, խմեք սա։ Մահը կգա 3 րոպեում, արագ, գրեթե անցավ։ Դուք չպետք է խոսեք, երբեք։ Սենյակում լռությունը այժմ էր ծանր, ճնշող, լիճ հասված վախերով։ Վահանը վերցրեց հապը եւ նայեց դրան երկար, ապա դրեց իր գրպանը։ Ես ծառայել եմ Բերիային, ասաց նա։ Ես տեսել եմ, թե ինչ են նրանք անում մարդկանց հետ, երբ ուզում են ստիպել խոսել։ Եվ ես գիտեմ, որ ես չեմ դիմանա։ Այսպես որ այո, ես վերցնում եմ սա։ Եվ ես խոստանում եմ, եթե ժամանակը գա, ես կօգտագործեմ այն։ Մյուսները նույնպես վերցրին իրենց հապերը, լուր, հանդիսավոր, կարծես ստորագրում էին մահվան դատավճիռ։ Սիլվան զգաց, որ ինչ-որ բան կոտրվում է նրա ներսում, նա հենց նոր վերածեց 4 մարդկանց ինքնասպան ահաբեկիչների, մարդկանց, ովքեր պատրաստ էին մեռնել նրա գաղտնիքների համար։ Բայց արդյոք նա ուներ այլ ընտրություն։ Արդյոք կար ուրիշ ճանապարհ, որը չպահանջեր այսպիսի զոհողություններ։ Մեր առաջին առաջադրանքը, շարունակեց նա, փորձելով պահպանել ձայնի հաստատունությունը, պարզել, թե ով է իսկական դավաճանը Սևակի խմբում։ Լուբյանկան ինձ ասաց, որ նրանք արդեն ունեն մեկին ներսում, մեկին, ով զեկուցում է նրանց ամեն ինչի մասին։ Եթե մենք չգտնենք այդ մարդուն, ապա Սևակի ամբողջ խումբը կձերբակալվի, բայց եթե գտնենք, ապա գուցե կարողանանք վերահսկել իրավիճակը։ Արմենը հարցրեց. Եվ երբ գտնենք, ինչ կանենք նրա հետ։ Սիլվան նայեց նրան, աչքերը սառը, անզգայուն։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Մենք կպաշտպանենք մեր մարդկանց, ցանկացած գնով։ Այդ բառերը կախվեցին օդում, ծանր, սպառնալից, լիճ հասված խոստումներով։ Եվ բոլորը հասկացան, թե ինչ նշանակում էր ցանկացած գնով։ Դա նշանակում էր, որ նրանք պատրաստ էին սպանել, եթե անհրաժեշտ լիներ։ Արդյոք Սիլվա Կապուտիկյանը, բանաստեղծուհին, ով գրել էր սիրո եւ խաղաղության մասին, այժմ դարձել էր մարդ, ով պատրաստ էր սպանել իր նպատակների համար։ Թե նա միշտ եղել է այդպիսին, եւ բանաստեղծությունները եղել են միայն դիմակ։ Հաջորդ 2 ամիսների ընթացքում ներքին շրջանակը աշխատեց լռությամբ, արագությամբ, անխտիր։
Արմենը գտավ արխիվներում փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Սևակի խմբի 15 անդամներից 3-ը արդեն ունեին գործեր Լուբյանկայում, բացված դեռևս 1954 թվականին։ Լուսինեն լսեց մի բարձրաստիճան KGB սպայի խոստովանությունը, երբ նա գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ եւ պատմեց, որ հայկական գործողությունը պլանավորված է 1957 թվականի աշնանը, երբ եղանակը սառը կլինի եւ մարդիկ չեն ուզի դուրս գալ փողոց բողոքելու։ Վահանը հաստատեց, որ հատուկ ստորաբաժանում է ժամանել Երևան Մոսկվայից մաքրման համար, ինչպես նրանք կոչում էին զանգվածային ձերբակալությունները։ Նունեն թարգմանեց գաղտնի հեռագիր Կրեմլից, որտեղ գրված էր. «Կապուտիկյանը օգտակար է, բայց ոչ անփոխարինելի։ Եթե նա դառնում է խնդիր, վերացրեք նրան նույն ձևով, ինչպես Չարենցին»։ Երբ Սիլվան կարդաց այդ հեռագիրը, նա հասկացավ, որ ժամանակը սպառվում է։ Նա խաղացել էր երկու կողմի դեմ երկար ժամանակ, բայց Լուբյանկան սկսում էր կասկածել։ Եվ երբ նրանք կասկածում էին, նրանք չէին սպասում ապացույցների, նրանք պարզապես վերացնում էին խնդիրը։ Բայց ամենավտանգավորը եղավ այն, ինչ Արմենը գտավ օգոստոսի վերջին, փաստաթուղթ, որը ցույց էր տալիս, որ Սևակի խմբում իսկապես կար դավաճան, եւ այդ դավաճանը ոչ թե տղամարդ էր, այլ կին, Սևակի անձնական քարտուղարը Մարինե Սարգսյանը, երիտասարդ, գեղեցիկ, խելացի կին, ում Սևակը վստահում էր ավելի, քան ինքն իրեն։ Երբ Սիլվան իմացավ Մարինեի մասին, նա զգաց, որ աշխարհը պտտվում է։ Մարինեն եղել էր նրա ուսանողներից մեկը, աղջիկ, ում նա սովորեցրել էր բանաստեղծություն գրել, ում նա օգնել էր ստանալ աշխատանք գրողների միությունում։ Եվ հիմա պարզվում էր, որ այդ աղջիկը, ում նա համարում էր գրեթե դուստր, եղել է Լուբյանկայի գործակալ ամբողջ այդ ժամանակ։ Արդյոք Մարինեն գիտեր Սիլվայի մասին։ Արդյոք նրանք երկուսն էլ աշխատում էին նույն կողմի համար, առանց իմանալու միմյանց մասին։ Թե Մարինեն հատուկ տեղադրված էր Սևակի մոտ, հետևելու ոչ միայն նրան, այլև Սիլվային։ Սիլվան հրավիրեց ներքին շրջանակը արտակարգ հանդիպման։ «Մենք ունենք խնդիր», ասաց նա։ «Դավաճանը Մարինե Սարգսյանն է, եւ մենք պետք է որոշենք, թե ինչ անել նրա հետ»։ Վահանը անմիջապես ասաց. «Վերացնել նրան, դա միակ ճանապարհն է»։ Բայց Լուսինեն առարկեց. «Եթե նա անհետանա, Լուբյանկան կիմանա, որ մենք բացահայտել ենք նրան, եւ ապա նրանք կիմանան, որ մենք ունենք սեփական ցանց, դա կլինի մեր վերջը»։ Արմենը ավելացրեց. «Բայց եթե թողնենք նրան, նա կշարունակի զեկուցել Սևակի մասին, եւ ապա Սևակը կձերբակալվի, եւ մենք ոչինչ չենք կարող անել»։ Սիլվան լսում էր նրանց վիճաբանությունները եւ մտածում էր. կար երրորդ տարբերակ, վտանգավոր, գուցե անհնար, բայց միակը, որը կարող էր փրկել բոլորին։ «Մենք չենք սպանի Մարինեին», ասաց նա վերջապես, «եւ մենք չենք թողնի նրան շարունակել։ Մենք կանենք ավելի լավը, մենք կդարձնենք նրան կրկնակի գործակալ»։ Սենյակում լռություն էր, բոլորը նայում էին Սիլվային, կարծես նա խելքը կորցրել էր։ Վահանը առաջին ներով խոսեց. «Դուք ուզում եք, որ մենք դարձնենք Լուբյանկայի գործակալին մեր գործակալ։ Սա խենթություն է, նա երբեք չի համաձայնվի»։ Սիլվան ժպտաց. «Նա կհամաձայնվի, եթե մենք տանք նրան ճիշտ պատճառաբանությունը»։ Արմեն, դու ասացիր, որ Մարինեն ունի փոքր եղբայր, ով ուսանում է համալսարանում։ Ինչու է նա ուսանում այնտեղ, նրա ընտանիքը աղքատ է, նրանք չեն կարող վճարել ուսման համար։ Արմենը ստուգեց իր նշումները։ Նա ունի կրթաթոշակ, հատուկ կրթաթոշակ, խոստումնալից երիտասարդների համար։ Այդ կրթաթոշակները տրվում են KGB-ի կողմից։ Սիլվան գլուխ շարժեց. Ճիշտ է։ Այսինքն Մարինեն աշխատում է Լուբյանկայի համար ոչ թե համոզմունքից, այլ շանձընտաժից։ Նրանք սպառնացել են նրա եղբորը, եւ նա համաձայնվել է համագործակցել։ Բայց ինչ կլինի, եթե մենք ցույց տանք նրան, որ մենք կարող ենք պաշտպանել նրա եղբորը ավելի լավ, քան Լուբյանկան։ Ինչ կլինի, եթե մենք տանք նրան ճանապարհ դուրս գալու այդ ծուղակից։ Լուսինեն հարցրեց. Բայց ինչպես։ Ինչպես կարող ենք մենք պաշտպանել նրա եղբորը Լուբյանկայից։ Սիլվան բացեց սեղանի վրա մի փաստաթուղթ, ճամփորդական փաստաթուղթ, վիզա, ինքնաթիռի տոմս։ Վահան, դու ասացիր, որ ունես հին ընկերներ բանակում, ովքեր այժմ աշխատում են սահմանային ծառայությունում։ Կարող ես կազմակերպել, որ մի երիտասարդ անցնի սահմանը առանց հարցերի, առանց նեղության։ Նախ անպայման պետք են գումարը կամ տեղ մեզ պահանջել։ Սիլվան նկատեց վիզան մեջ սկսած տուփերը եւ վստահվածքը։ Սովորված նպատակներով եւ համապատասխան միջոցով Սիլվան մտավ մեծահասակների մեջ։ Հմանը առանց հարցերի, առանց փաստաթղթերի ստուգման։ Վահանը մտածեց. Դժվար է, բայց հնարավոր, բայց դա կարժենա շատ փող եւ շատ ռիսկ։ Սիլվան ասաց. Ես ունեմ փողը եւ ռիսկը, դա մեր աշխատանքն է։ Մենք կտանենք Մարինեի եղբորը Վրաստան, ապա Թուրքիա, ապա Եվրոպա։ Եվ երբ նա անվտանգ կլինի, մենք կասենք Մարինեին, քո եղբայրը ազատ է։
Այժմ դու ազատ ես ընտրելու, շարունակել ծառայել նրանց, ովքեր շանտաժել են քեզ, թե օգնել մեզ փրկել Սևակին եւ մյուսներին։ Եթե նա ընտրի մեզ, ապա նա կշարունակի զեկուցել Լուբյանկային, բայց կտա մեզ կեղծ տեղեկություններ։ Եվ մենք կվերահսկենք, թե ինչ է Լուբյանկան իմանում։ Այս պլանը էր այնքան համարձակ, այնքան վտանգավոր, այնքան անհավանական, որ կարող էր աշխատել, կամ կարող էր ոչնչացնել նրանց բոլորին։ 1956 թվականի սեպտեմբերի 2-ին Մարինե Սարգսյանի եղբայրը անհետացավ։ Նա հեռացավ համալսարանից առավոտյան եւ երբեք չվերադարձավ։ Լուբյանկան անմիջապես սկսեց փնտրել նրան։ Նրանք ստուգեցին բոլոր բանակային հենակետերը, բոլոր բանտերը, բոլոր հիվանդանոցները։ Բայց երիտասարդը կարծես գետնի տակ էր մտել։ Երեք օր անց Մարինեն ստացավ նամակ, անանուն, որտեղ գրված էր միայն մեկ նախադասություն. «Քո եղբայրը անվտանգ է։ Եթե ուզում ես, որ նա մնա անվտանգ, հանդիպիր ինձ վաղը ժամը 12-ին Հանրապետության հրապարակում»։ Մարինեն գիտեր, որ սա ծուղակ կարող էր լինել, բայց նա նաև գիտեր, որ ընտրություն չուներ։ Նա գնաց հանդիպմանը։ Սիլվա Կապուտիկյանը սպասում էր նրան նստարանին, նույն նստարանին, որտեղ նա հանդիպել էր Լուբյանկայի գործակալին 5 տարի առաջ։ Երբ Մարինեն նստեց նրա կողքին, Սիլվան ասաց. «Ես գիտեմ, թե ով ես դու։ Ես գիտեմ, թե ինչի համար ես աշխատում։ Եվ ես գիտեմ, թե ինչու ես դու դա անում։ Բայց այժմ քո եղբայրը ազատ է։ Նա Ստամբուլում է, անվտանգ տանը, ունի փող եւ փաստաթղթեր նոր կյանք սկսելու համար։ Լուբյանկան երբեք չի գտնի նրան։ Բայց եթե դու շարունակես աշխատել նրանց համար, եթե դու չօգնես ինձ, ապա ես կզանգահարեմ մի հեռախոսահամար։ Եվ քո եղբայրը կվերադարձվի Երևան, շղթաներով։ Ընտրությունը քոնն է»։ Մարինեն նայեց Սիլվային աչքերը լի արցունքներով, բարկությամբ, վախով եւ ինչ-որ այլ բանով, գուցե հույսով։ «Ինչու պետք է վստահեմ ձեզ», հարցրեց նա։ «Դուք նույնպես եք աշխատում նրանց համար, ես գիտեմ, բոլորը գիտեն»։ Սիլվան ժպտաց, դառը հոգնած ժպիտ։ «Այո, ես աշխատում եմ նրանց համար, բայց ես նաև աշխատում եմ դեմ նրանց։ Եվ եթե դու խելացի ես, դու կհասկանաս, որ միակ ճանապարհը դուրս գալու այս դժոխքից խաղալ երկու կողմի դեմ միաժամանակ։ Ես չեմ խոստանում քեզ անվտանգություն, ես չեմ խոստանում քեզ երջանկություն, բայց ես խոստանում եմ քեզ, որ եթե դու օգնես ինձ փրկել Սևակին եւ մյուսներին, ապա քո եղբայրը կապրի։ Եվ գուցե, միայն գուցե, մենք բոլորս կապրենք բավականաչափ երկար, տեսնելու այն օրը, երբ այս համակարգը կքանդվի»։ Մարինեն լռեց երկար ժամանակ, ապա նա ասաց. «Ինչ պետք է անեմ»։ Եվ այդ պահին Սիլվա Կապուտիկյանը գիտեր, որ նա հենց նոր շահել էր ամենակարևոր ճակատամարտը։ Բայց արդյոք սա էր պատերազմի վերջը, թե միայն սկիզբը։ Հաջորդ ամիսների ընթացքում Մարինե Սարգսյանը դարձավ Սիլվայի ամենաարժեքավոր գործիքը։ Նա շարունակեց զեկուցել Լուբյանկային, բայց այժմ այդ զեկույցները գրվում էին Սիլվայի գրասենյակում, ուշադիր, հաշվարկված, նախատեսված, տալու Լուբյանկային բավականաչափ տեղեկություններ, որպեսզի նրանք չկասկածեին, բայց ոչ բավականաչափ, իսկապես վնասելու Սևակի խմբին։ Սիլվան սովորեցրեց Մարինեին արվեստը, ինչպես ասել ճշմարտությունը այնպես, որ այն հնչի որպես սուտ, եւ ինչպես ասել սուտը այնպես, որ այն հնչի որպես ճշմարտություն։ Նրանք ստեղծեցին կեղծ հանդիպումներ, կեղծ փաստաթղթեր, կեղծ պլաններ, ամեն ինչ նախատեսված, ուղղորդելու Լուբյանկայի ուշադրությունը սխալ ուղղությամբ։ Եվ դա աշխատեց։ 1957 թվականի հունվարին, երբ Լուբյանկան պլանավորում էր ձերբակալել Սևակի ամբողջ խումբը, նրանք փոխարենը ձերբակալեցին 5 մարդկանց, ովքեր ընդհանրապես չէին կապված Սևակի հետ, 5 անմեղ մարդիկ, ովքեր զոհաբերվեցին, որպեսզի իսկական խումբը փրկվեր։ Սիլվան գիտեր այդ 5 մարդկանց անունները։ Նա գիտեր նրանց դեմքերը, եւ նա գիտեր, որ նրանց արյունը նրա ձեռքերի վրա էր։ Բայց նա նաև գիտեր, որ եթե նա չաներ սա, ապա 15-ը կմեռնեին փոխարեն 5-ի։ Արդյոք սա արդարացնում էր զոհաբերությունը։ Արդյոք 5 անմեղ կյանքերը արժեին 15 մեղավոր կյանքերից պակաս։ Ո՞վ էր նա, որ որոշեր, թե ով արժանի էր ապրելու եւ ով մեռնելու։ Այս հարցերը հետապնդում էին Սիլվային ամեն գիշեր, երբ նա փորձում էր քնել եւ չէր կարողանում։ Նա սկսեց ընդունել հաբեր, նախ քնաբերներ, ապա ցավազրկողներ, ապա ավելի ուժեղ բաներ։ Լուսինեն նկատեց եւ նախազգուշացրեց. «Դուք ոչնչացնում եք ձեր առողջությունը։ Եթե շարունակեք այսպես, դուք չեք ապրի տեսնելու այն օրը, որի համար պայքարում եք»։ Բայց Սիլվան չէր կարող դադարեցնել։ Հաբերը եղան միակ բանը, որը թույլ էր տալիս նրան շարունակել, միակ բանը, որը թույլ էր տալիս նրան մոռանալ այն դեմքերը, որոնք հետապնդում էին նրան։ Արդյոք սա էր իշխանության ֆիզիոլոգիան, երբ մարմինը սկսում է քայքայվել ներսից, երբ հոգին սկսում է մեռնել մեկ կտոր առ մեկ կտոր, երբ միակ ճանապարհը շարունակելու համար դառնում է քիմիական նյութերը, որոնք թույլ են տալիս քեզ չզգալ ցավը։
Արդյոք սա էր այն, ինչ պատահել էր Ստալինին, Բերիային, բոլոր այն մարդկանց, ովքեր խաղացել էին աստվածների դեր եւ վերջում հայտնվել էին որպես ոչնչացված, հիվանդ, վախեցած մարդիկ, ովքեր դողում էին ամեն ստվերից։ 1957 թվականի մարտին Սիլվա Կապուտիկյանը նստած էր Կրեմլի մեծ պալատում եւ լսում էր Խրուշչովի ելույթը։ Ստալինը մեռել էր 4 տարի առաջ, եւ այժմ նոր առաջնորդը խոսում էր անհատի պաշտամունքի մասին, սխալների մասին, վերականգնման մասին։ Բայց Սիլվան լսում էր այդ բառերը եւ գիտեր, որ դրանք դատարկ էին։ Համակարգը չէր փոխվել, միայն դեմքեր էին փոխվել։ Լուբյանկան դեռ գործում էր, լրտեսները դեռ հետևում էին, մարդիկ դեռ անհետանում էին գիշերվա մեջ։ Եվ նա, Սիլվա Կապուտիկյանը, դեռ խաղում էր իր վտանգավոր խաղը, փրկելով մեկներին, զոհաբերելով մյուսներին, ապրելով կրկնակի կյանքով, որը դանդաղորեն սպանում էր նրան։ Երբ ելույթը ավարտվեց եւ բոլորը սկսեցին ծափահարել, Սիլվան մնաց նստած, ձեռքերը իր գրկում, աչքերը փակ։ Նա մտածում էր այն փաստաթղթերի մասին, որոնք թաքցված էին նրա տան ստորգետնյա սենյակում, փաստաթղթեր, որոնք ապացուցում էին ամեն ինչ, ինչ նա արել էր, ամեն մեկին, ում նա փրկել էր, ամեն մեկին, ում նա զոհաբերել էր։ Նա պահում էր այդ փաստաթղթերը որպես ապահովագրություն, որպես ապացույց, որպես խոստովանություն։ Եթե նրան սպանեին, այդ փաստաթղթերը կգտնվեին։ Եվ ապա աշխարհը կիմանար ճշմարտությունը։ Բայց արդյոք աշխարհը պատրաստ էր այդ ճշմարտությանը։ Արդյոք մարդիկ կարող էին հասկանալ, թե ինչու նա արեց այն, ինչ արեց։ Թե նրանք պարզապես կտեսնեին դավաճանին, լրտեսին, կինը, ով վաճառեց իր հոգին իշխանության համար։ Նա բացեց աչքերը եւ նայեց շուրջը։ Բոլորը ծափահարում էին, ժպտում էին, խոսում էին լույս ապագայի մասին։ Բայց Սիլվան գիտեր, որ ապագան չէր լինի լույս։ Ապագան էր լինելու ավելի մութ, ավելի վտանգավոր, ավելի արյունոտ։ Եվ նա, եթե ուզում էր շարունակել փրկել մարդկանց, պետք է պատրաստ լիներ իջնել ավելի խորը դժոխք։ Արդյոք նա ուներ ուժ դրա համար։ Արդյոք նրա մարմինը, որը արդեն քայքայվում էր հաբերից եւ անքնությունից, կարող էր դիմանալ եւս մի քանի տարի։ Արդյոք նրա հոգին, որը արդեն կիսամեռ էր, կարող էր տանել եւս մի քանի զոհաբերություններ։ Նա չգիտեր պատասխանները, բայց նա գիտեր մեկ բան. նա չէր կարող դադարեցնել։ Ոչ այժմ, ոչ երբեք։ Որովհետև եթե նա դադարեցներ, ապա բոլոր այն մարդիկը, ում նա փրկել էր, բոլոր այն զոհաբերությունները, որոնք նա արել էր, կդառնային անիմաստ։ Եվ նա չէր կարող թույլ տալ դա։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Սիլվա Կապուտիկյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի գլխիվայր այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Մինչև վերջին րոպեն նա հավատում էր, որ Սիլվան անդառնալի է, որ նրա կապերը Մոսկվայի հետ այնքան խորն են, որ ոչ ոք չի համարձակվի դիպչել նրան։ Բայց 1968 թվականի սեպտեմբերին ամեն ինչ փոխվեց։ Գիշերվա մեջ եկավ հրաման Լուբյանկայից, ոչ թե ձերբակալել Սիլվային, այլ ավելի վատ, մեկուսացնել նրան բոլոր կապերից եւ սպասել հետագա հրահանգների։ Այս հրամանը նշանակում էր մեկ բան. Կրեմլը վերջապես որոշել էր, որ Սիլվա Կապուտիկյանը դարձել է ավելի վտանգավոր, քան օգտակար։ Բայց ինչու հենց այդ պահին։ Ինչ իմացավ Լուբյանկան, որը ստիպեց նրանց փոխել իրենց վերաբերմունքը։ Եվ ամենակարևորը, ով էր այն մարդը, ով վերջապես մատնեց Սիլվային, ոչ թե որպես լրտես, այլ որպես կրկնակի գործակալ, ով խաղում էր երկու կողմի դեմ միաժամանակ։ Այս մարդը չէր եկել դրսից։ Նա եղել է Սիլվայի ամենամոտ շրջանակից, մեկը, ում նա վստահում էր ավելի, քան ինքն իրեն։ Եվ այս երեկո, առաջին անգամ, մենք կբացահայտենք նրա անունը։ 1968 թվականի օգոստոսի 20-ին Սիլվա Կապուտիկյանը նստած էր իր տան ստորգետնյա սենյակում եւ վերանայում էր փաստաթղթերը, 15 տարվա գաղտնի աշխատանքի արդյունքը։ Յուրաքանչյուր թղթապանակ պատմում էր մի պատմություն, փրկված կյանք, զոհաբերված կյանք, կեղծ զեկույց, իսկական դավաճանություն։ Նա հաշվեց 112 անուն, որոնց նա փրկել էր, 46 անուն, որոնց նա զոհաբերել էր։ Թվերը սառեցնող էին, բայց Սիլվան ստիպեց ինքն իրեն նայել դրանց։ Սա էր նրա իրականությունը, սա էր նրա ընտրությունը։ Նա լսեց քայլեր վերևից, Արմենը իջնում էր աստիճաններով, դեմքը գունատ, շնչառությունը արագ։ Մենք ունենք խնդիր, ասաց նա եւ ձայնը դողում էր։ Լուսինեն չեկավ երեկվա հանդիպմանը։ Նա երբեք չի բաց թողնում հանդիպումները։ Ես գնացի նրա տուն, դուռը բաց էր, բայց նա այնտեղ չկար։ Եվ ես գտա սա։ Նա մեկնեց Սիլվային փոքրիկ թուղթ, արյունոտ մատնահետքերով։ Վրան գրված էր երկու բառ. նրանք գիտեն։ Սիլվան զգաց, որ սենյակը սկսում է պտտվել։
Եթե Լուսինեին վերցրել էին, ապա նա խոշտանգվում էր այս պահին։ Եվ եթե նա խոսեր, ապա բոլորը՝ Արմենը, Վահանը, Նունեն, Մարինեն, Սևակը, ամբողջ ցանցը կընկներ մեկ գիշերում։ Բայց ավելի վատը, եթե Լուսինեն խոսեր, ապա Լուբյանկան կիմանար ամեն ինչ այն փաստաթղթերի մասին, որոնք Սիլվան պահում էր այստեղ, այս սենյակոկում։ Եվ այդ փաստաթղթերը պարունակում էին ոչ միայն Սիլվայի գաղտնիքները, այլև Լուբյանկայի գաղտնիքները, անուններ, ամսաթվեր, հրամաններ, ապացույցներ այն մասին, թե ինչպես էր համակարգը իսկապես աշխատում։ Սիլվան արագ որոշում կայացրեց։ Այն տեսակի որոշում, որը կարող էր փրկել կամ ոչնչացնել բոլորին։ Արմեն, գնա գտիր Վահանին եւ Նունեին, ասա նրանց ակտիվացնել սև պլանը։ Նրանք գիտեն, թե ինչ անել։ Մարինեին ասա անմիջապես դադարեցնել բոլոր կապերը Սևակի հետ եւ անհետանալ 3 օրով։ Սևակին ասա այրել ամեն ինչ, ամբողջովին ամեն ինչ եւ չհանդիպել ոչ ոքի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Արմենը հարցրեց, ձայնը գրեթե շշուկ էր։ Իսկ դուք ինչ եք անելու դուք։ Սիլվան նայեց փաստաթղթերին, 15 տարվա կյանքը, 15 տարվա գաղտնիքները, 15 տարվա արյունը։ Ես պետք է վերցնեմ այս փաստաթղթերը եւ տանեմ դրանք այնտեղ, որտեղ Լուբյանկան երբեք չի գտնի դրանք։ Եվ ապա ես պետք է անհետանամ։ Ոչ երկար, միայն բավականաչափ, որպեսզի հասկանամ, թե ինչքան են նրանք իմանում եւ ինչքան ժամանակ ունենք մենք։ Նա սկսեց հավաքել փաստաթղթերը, ամենակարևորները, ամենավտանգավորները, ամենաթանկարժեքները։ Բայց երբ նա հասավ վերջին թղթապանակին, նա տեսավ ինչ-որ բան, որը ստիպեց նրան սառչել։ Թղթապանակի վրա կար նշում, ոչ նրա ձեռագրով, այլ ուրիշի։ Պատճենահանված եւ փոխանցված, օգոստոսի 19։ Մեկը մուտք էր գործել այս սենյակ, պատճենահանել էր փաստաթղթերը եւ փոխանցել էր դրանք Լուբյանկային, եւ այդ մեկը չէր կարող լինել Լուսինեն։ Նա ձերբակալվել էր 3։ Դա նշանակում էր, որ դավաճանը դեռ այստեղ էր, դեռ ազատ էր, դեռ աշխատում էր Սիլվայի հետ։ Բայց ով։ Արմենը, ով այստեղ էր հենց հիմա։ Վահանը, ով գիտեր այս սենյակի գաղտնի մուտքի կոդը։ Նունեն, ով թարգմանում էր բոլոր գաղտնի հաղորդագրությունները։ Մարինեն, ով արդեն մեկ անգամ եղել էր Լուբյանկայի գործակալ, թե ինչ-որ մեկը, ում Սիլվան երբեք չէր կասկածել։ Սիլվան դարձավ դեպի Արմենը եւ նայեց նրա աչքերին, փնտրելով նշան, ցանկացած նշան դավաճանության։ Բայց Արմենի աչքերը մաքուր էին, վախեցած, բայց ազնիվ։ Արմեն, ասաց նա դանդաղ, ես պետք է քեզ հարցնեմ ինչ-որ բան, եւ դու պետք է ինձ ասես ճշմարտությունը։ Երբ վերջին անգամ եկար այս սենյակ, ով էր քեզ հետ։ Արմենը մտածեց։ 3 օր առաջ։ Ես եկա միայնակ, վերցնելու Սևակի նոր զեկույցը։ Բայց երբ ես դուրս էի գալիս, ես տեսա Վահանին, նա մտնում էր շենք։ Ես հարցրի նրան, թե ինչու է եկել, եւ նա ասաց, որ դուք խնդրել եք նրան ստուգել անվտանգության համակարգը։ Սիլվան չէր խնդրել Վահանին ստուգել ոչինչ։ Դա նշանակում էր, որ Վահանը եկել էր այստեղ ուրիշ պատճառով, բայց Վահանը եղել էր նրա ամենահավատարիմ մարդը։ Նա ծառայել էր Բերիային, նա գիտեր, թե ինչպես է համակարգը աշխատում, նա ունեցել էր ամենաշատ կորցնելիքը, եթե Սիլվան ընկներ։ Ինչու էր նա դավաճանի։ Եթե չէր, փողի համար, ապա ինչի համար։ Սիլվան հանկարծ հիշեց մի բան։ 3 ամիս առաջ Վահանը խնդրել էր նրանից օգնություն։ Նրա դուստրը հիվանդ էր, ունեցել էր հազվադեպ հիվանդություն, որը պահանջում էր բուժում արտերկրում։ Սիլվան խոստացել էր օգնել, բայց ապա մոռացել էր։ Չափազանց շատ այլ խնդիրներ էին եղել։ Եվ Վահանը երբեք չէր հիշեցրել։ Նա պարզապես լռել էր, սպասել էր, եւ ապա երբ Լուբյանկան մոտեցել էր նրան եւ առաջարկել էր գործարք, փաստաթղթեր փոխարեն դրամի, որը կփրկեր նրա դստերը, նա համաձայնվել էր։ Ոչ թե որովհետեւ ատում էր Սիլվային, այլ որովհետեւ սիրում էր իր դուստրը ավելի քան ցանկացած գաղափար, ցանկացած հավատարմություն, ցանկացած խոստում։ Սիլվա զգաց ինչ-որ բան կոտրվում իր ներսում, ոչ բարկություն, ոչ դավաճանության զգացում, այլ ինչ-որ ավելի խորը, ավելի ցավոտ, հասկացողություն։ Վահանը չէր դավաճանել նրան չարությունից, նա դավաճանել էր սիրուց, հայրական սիրուց, որը ավելի ուժեղ էր, քան ցանկացած այլ բան։ Եվ Սիլվան, ով ամբողջ կյանքը խաղացել էր մարդկանց սիրո եւ վախի հետ, հասկացավ, որ նա պարտվել էր ոչ թե Լուբյանկային, այլ ինչ-որ ավելի հզոր բանի, մարդկային սրտին, որը միշտ ընտրում է իր սիրելիներին ցանկացած գաղափարի նկատմամբ։ Արմեն, ասաց նա եւ ձայնը հանգիստ էր, գրեթե քնքուշ։ Գնա գտիր Վահանին, բայց մի ասա նրան, որ ես գիտեմ։ Ասա նրան, որ ես ուզում եմ տեսնել նրան այստեղ, 1 ժամում։ Ասա, որ ես ունեմ կարևոր լուր նրա դստեր մասին։ Արմենը նայեց Սիլվային աչքերը լի հարցերով, բայց նա չհարցրեց ոչինչ։
Նա պարզապես գլուխ շարժեց եւ հեռացավ։ Երբ Սիլվան մնաց մենակ, նա նստեց սեղանի մոտ եւ սկսեց գրել նամակ։ Ոչ Վահանին, ոչ Լուբյանկային, այլ ապագային։ Նամակ, որը կբացվեր միայն այն դեպքում, եթե նա չվերադառնար։ Նամակ, որը կպատմեր ամբողջ ճշմարտությունը, ով նա էր, ինչ էր արել, ինչու էր արել, եւ ամենակարևորը, ով էին այն մարդիկը, որոնց նա փրկել էր, եւ ով էին այն մարդիկը, որոնց նա զոհաբերել էր։ Այս նամակը էր նրա վերջին խոստովանությունը, նրա վերջին փորձը արդարացնել ինքն իրեն, նրա վերջին հույսը, որ պատմությունը կհասկանար նրան։ Մեկ ժամ անց Վահանը մտավ ստորգետնյա սենյակ, դեմքը լարված, աչքերը խուսափում էին Սիլվայի հայացքից։ «Դուք ուզում էիք տեսնել ինձ», ասաց նա եւ ձայնը փորձում էր հնչել սովորական, բայց դողում էր։ Սիլվան ժպտաց, հոգնած, դառը ժպիտ։ «Այո, Վահան, ես ուզում էի ասել քեզ, որ ես գտա ճանապարհ, ուղարկելու քո դստերը Վիեննա բուժման համար։ Ես խոսեցի մի հին ընկերոջ հետ եւ նա համաձայնվեց օգնել։ Քո դուստրը կարող է մեկնել հաջորդ շաբաթ»։ Վահանի դեմքը փոխվեց, առաջ անհավատություն, ապա հույս, ապա ինչ-որ բան ավելի մութ, ամոթ։ «Ինչու՞», հարցրեց նա եւ ձայնը գրեթե շշուկ էր։ «Ինչու եք դուք սա անում հիմա»։ Սիլվան ոտքի ելավ եւ մոտեցավ նրան։ «Որովհետեւ ես հասկանում եմ քեզ, Վահան։ Ես հասկանում եմ, թե ինչու դու արեցիր այն, ինչ արեցիր։ Դու ընտրեցիր քո դստերը, ինձ նկատմամբ, քո հավատարմությունը նրա նկատմամբ, ինձ նկատմամբ։ Եվ ես չեմ դատապարտում քեզ դրա համար, որովհետեւ եթե ես լինեի քո տեղում, ես կանեի նույնը»։ Վահանի աչքերը լցվեցին արցունքներով։ Առաջին անգամ Սիլվան տեսնում էր այս ամուր, հին զինվորին լացող։ «Ես չէի ուզում», ասաց նա։ «Աստված է վկա, ես չէի ուզում, բայց նրանք ասացին, որ եթե ես չտամ նրանց փաստաթղթերը, ին դուստրը կմեռնի։ Եվ ես չէի կարող թույլ տալ դա։ Ես չէի կարող»։ Սիլվան դրեց ձեռքը Վահանի ուսին։ «Ես գիտեմ, եւ ես ներում եմ քեզ, բայց հիմա դու պետք է ինձ օգնես։ Դու պետք է ասես ինձ, ինչքան են նրանք իմանում։ Ամեն ինչ, թե միայն մի մասը»։ Վահանը նստեց եւ սկսեց պատմել ամեն ինչ, ամբողջ ճշմարտությունը։ Նա տվել էր Լուբյանկային փաստաթղթերի պատճենները 3 օր առաջ, բայց նա չէր տվել ամեն ինչ, միայն այն մին փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Սևակի խմբին եւ ներքին շրջանակին։ Նա չէր տվել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Լուբյանկայի սեփական գործողություններին, հրամանները, սպանությունները, կեղծ ձերբակալությունները։ Այդ փաստաթղթերը դեռ անվտանգ էին, թաքնված այլ տեղում, որտեղ միայն Վահանը գիտեր։ «Ինչու՞», հարցրեց Սիլվան։ «Ինչու չտվեցիր ամեն ինչը»։ Վահանը նայեց նրան, աչքերը կարմիր, բայց հաստատ։ «Որովհետև ես դավաճան եմ, բայց ոչ հիմար։ Ես գիտեի, որ եթե տամ նրանց ամեն ինչը, ապա նրանք կսպանեն ինձ անմիջապես որպես վկա։ Բայց եթե պահեմ ինչ-որ բան, ապա ես ունեմ ապահովագրություն։ Ես ասացի նրանց, որ մնացած փաստաթղթերը թաքնված են անվտանգ տեղում, եւ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դրանք ավտոմատ կուղարկվեն արտասահմանյան լրագրողներին»։ Սիլվան հանկարծ սկսեց ծիծաղել, ոչ ուրախությունից, այլ հիստերիկ թեթևացումից։ Վահանը, դավաճանը, հենց նոր փրկել էր նրանց բոլորին իր սեփական դավաճանությամբ։ Նա խաղացել էր նույն խաղը, որը Սիլվան խաղացել էր 15 տարի, պահել էր գաղտնիքներ որպես ապահովագրություն, օգտագործել էր վախը որպես զենք, ապրել էր կրկնակի կյանքով։ Եվ հիմա այս վերջին պահին այդ կրկնակի կյանքը դարձել էր նրանց փրկությունը։ Սիլվան արագ մտածեց. եթե Լուբյանկան ուներ միայն Սևակի եւ ներքին շրջանակի մասին փաստաթղթերը, ապա նրանք գիտեին բավականաչափ ձերբակալելու բոլորին, բայց ոչ բավականաչափ հասկանալու ամբողջ պատկերը։ Նրանք չգիտեին Մարինեի մասին, որ նա դարձել էր կրկնակի գործակալ։ Նրանք չգիտեին Սև պլանի մասին, արտակարգ իրավիճակների համար փախուստի ուղիները։ Եվ ամենակարևորը, նրանք չգիտեին այն փաստաթղթերի մասին, որոնք կարող էին ոչնչացնել Լուբյանկայի ամբողջ հայկական գործողությունը։ Դա նշանակում էր, որ դեռ կար ժամանակ, փոքր, շատ փոքր, բայց բավականաչափ։ «Վահան», ասաց Սիլվան, «դու պետք է անես ինձ համար վերջին բան։ Դու պետք է տանես այն փաստաթղթերը, որոնք դու պահել ես, եւ տանես դրանք մի տեղ, որտեղ ես քեզ կասեմ։ Եվ ապա դու պետք է վերցնես քո դստերը եւ անհետանաս։ Մի գնա Վիեննա, գնա ավելի հեռու, ավելի անվտանգ տեղ։ Ես կտամ քեզ անուններ, հասցեներ, փող, բայց դու երբեք չպետք է վերադառնաս, երբեք»։ Վահանը գլուխ շարժեց։ «Իսկ դուք, ինչ եք անելու դուք»։ Սիլվան ժպտաց, այն ժպիտը, որը նա սովորել էր 15 տարվա ընթացքում, ժպիտը, որը թաքցնում էր ամեն ինչ։ «Ես պետք է մնամ։ Ես պետք է խաղամ վերջին խաղը։ Ես պետք է համոզեմ Լուբյանկային, որ նրանք արդեն գիտեն ամեն ինչ, որ այլևս չկա ինչ-որ բան թաքցնելու։
Եվ մինչ նրանք հավատում են դրան, դուք բոլորդ կունենաք ժամանակ փախչելու։ Վահանը ուզում էր առարկել, բայց Սիլվան ձեռքը բարձրացրեց։ Սա ոչ թե զոհաբերություն է, Վահան, սա ընտրություն է, իմ ընտրությունը։ Ես խաղացել եմ այս խաղը 15 տարի, եւ ես գիտեմ, թե ինչպես է այն ավարտվում։ Միշտ մեկը պետք է մնա վերցնելու մեղքը, կրելու պատասխանատվությունը։ Եվ այդ մեկը պետք է լինեմ ես, որովհետև ես եմ այն մարդը, ով սկսեց այս ամենը։ Ես եմ այն մարդը, ով ընտրեց ով կապրի եւ ով կմեռնի։ Եվ հիմա ժամանակն է, որ ես վճարեմ այդ ընտրությունների համար։ Երբ Վահանը հեռացավ, վերջին անգամ նայելով Սիլվային արցունքոտ աչքերով, Սիլվան մնաց մենակ ստորգետնյա սենյակում, շրջապատված փաստաթղթերով, գաղտնիքներով, 15 տարվա կյանքով, որը հիմա պետք է ավարտվեր։ Նա նայեց ժամացույցին, կեսգիշեր էր, այն ժամանակը, երբ աշխարհը քնած է եւ միայն ստվերները շարժվում են։ Նա գիտեր, որ Լուբյանկան կգար շուտով, գուցե մի քանի ժամում, գուցե մի քանի րոպեում, բայց նա նաև գիտեր, որ նա պատրաստ էր։ Նա ապրել էր այս պահի համար, այն պահը, երբ բոլոր դիմակները կընկնեին, բոլոր խաղերը կավարտվեին եւ միայն ճշմարտությունը կմնար։ Բայց ո՞ր ճշմարտությունը, Լուբյանկայինը, Սևակինը, թե իր սեփականը։ Նա վերցրեց վերջին թուղթը եւ սկսեց գրել, ոչ զեկույց, ոչ նամակ, այլ բանաստեղծություն։ Բանաստեղծություն այն մասին, թե ինչ նշանակում է ապրել երկու աշխարհում միաժամանակ, ինչ նշանակում է սիրել եւ դավաճանել նույն պահին, ինչ նշանակում է փրկել կյանքեր, զոհաբերելով ուրիշ կյանքեր։ Բանաստեղծություն, որը ոչ ոք երբեք չէր կարդա, բայց որը պետք է գրվեր, որովհետև դա էր միակ ճանապարհը, որով նա կարող էր ասել ճշմարտությունը, առանց դիմակների, առանց խաղերի, առանց վախի։ Երբ նա ավարտեց գրելը, նա ծալեց թուղթը եւ դրեց իր կրծքի վրա, հենց սրտի մոտ։ Ապա նա վերցրեց փոքրիկ կապույտ հաբը, այն հաբը, որը նա տվել էր ներքին շրջանակի յուրաքանչյուր անդամին, այն հաբը, որը խոստանում էր արագ գրեթե անցավ մահ։ Նա պահեց այն իր ձեռքում եւ մտածեց. արդյոք սա է ճանապարհը, արդյոք սա էր վերջոք, սա էր վերջը։ Բայց ապա նա հիշեց Չարենցի վերջին նամակը. եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, խոստացիր, որ կշարունակես գրել։ Մեր ժողովուրդը կարիք ունի ձայների, որոնք չեն լռի։ Եվ նա հասկացավ, որ նա չէր կարող լռել, ոչ հիմա, ոչ երբեք։ Նա դրեց հաբը սեղանի վրա եւ ոտքի ելավ։ Եթե Լուբյանկան գար, նա չէր փախչի, նա չէր ինքնասպանվի։ Նա կմնար եւ կպատմեր իր պատմությունը, ամբողջ ճշմարտությունը, անկախ հետևանքներից, որովհետև դա էր միակ ճանապարհը, որով նա կարող էր արդարացնել ինքն իրեն, ոչ փախչելով, այլ դիմակայելով, ոչ լռելով, այլ խոսելով, ոչ մեռնելով ստվերում, այլ ապրելով լույսի մեջ, որքան էլ կարճ լիներ այդ լույսը։ Բայց Լուբյանկան չեկավ այդ գիշեր, ոչ էլ հաջորդ գիշեր։ 3 օր անց Սիլվան ստացավ հեռախոսազանգ, ոչ Լուբյանկայից, այլ Կրեմլից։ Ձայնը հանգիստ էր, գրեթե քնքուշ, այն ձայնը, որը նա լսել էր 15 տարի առաջ Գորկու պուրակում։ Սիլվա Բագրատի, ասաց ձայնը, մենք գնահատում ենք ձեր երկարամյա ծառայությունը։ Մենք հասկանում ենք, որ դուք եղել եք դժվար իրավիճակում։ Մենք նաև հասկանում ենք, որ ոմանք ձեր թիմից կատարել են սխալներ, բայց մենք հավատում ենք, որ դուք ինքներդ եք մնացել հավատարիմ։ Դրա համար մենք առաջարկում ենք ձեզ նոր պայմանագիր։ Դուք շարունակում եք ձեր աշխատանքը, բայց այժմ ավելի բարձր մակարդակում, ավելի մեծ պաշտպանությամբ, ավելի լավ պայմաններով։ Ինչ եք ասում։ Սիլվան հասկացավ, թե ինչ էր կատարվում։ Լուբյանկան փորձում էր նրան գնել, վերջին անգամ, վերջին առաջարկով։ Նրանք չէին ուզում սպանել նրան, որովհետև նա դեռ օգտակար էր։ Նրանք չէին ուզում ձերբակալել նրան, որովհետև դա կստեղծեր շատ հարցեր։ Նրանք ուզում էին, որ նա շարունակեր խաղալ իրենց խաղը, բայց այժմ ավելի խորը, ավելի վտանգավոր, ավելի մութ։ Եվ Սիլվան գիտեր, որ եթե նա համաձայներ, նա կապրեր երկար, հարուստ, պաշտպանված կյանքով։ Բայց նա նաև գիտեր, որ այդ կյանքը կլիներ դժոխք, որտեղ նա կշարունակեր ընտրել ով կապրի եւ ով կմեռնի, դժոխք, որտեղ նա կշարունակեր դավաճանել եւ փրկել միաժամանակ, դժոխք, որտեղ նա երբեք չէր կարողանա ազատվել։ Ոչ, ասաց Սիլվան, եւ ձայնը հաստատ էր, հստակ էր, առանց դողի։ Ես հրաժարվում եմ, ես ավարտել եմ, ես այլևս չեմ խաղա ձեր խաղերը։ Հեռախոսի մյուս ծայրում լռություն էր, երկար, ծանր լռություն։ Ապա ձայնը, այժմ սառը, անզգայուն։ Դուք հասկանում եք, թե ինչ եք անում։ Դուք հասկանում եք հետևանքները։ Սիլվան ժպտաց, առաջին անգամ 15 տարվա ընթացքում իսկական ազատ ժպիտ։ Այո, ես հասկանում եմ, եւ ես պատրաստ եմ։ Արեք այն, ինչ պետք է անեք, բայց իմացեք, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի,
Ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի։ Բոլոր փաստաթղթերը, բոլոր անունները, բոլոր հրամանները, ամեն ինչ կուղարկվի արտասահմանյան լրագրողներին, եւ ապա ամբողջ աշխարհը կիմանա, թե ինչ եք դուք արել Հայաստանում։ Հեռախոսը ընդհատվեց։ Սիլվան դրեց լսափողը եւ նստեց։ Նա գիտեր, որ հենց նոր ստորագրել էր իր սեփական դատավճիռը, բայց նա նաեւ գիտեր, որ առաջին անգամ 15 տարվա ընթացքում նա ազատ էր։ Ազատ ընտրությունից, ազատ խաղերից, ազատ դիմակներից։ Նա պարզապես Սիլվա Կապուտիկյան էր, բանաստեղծուհի, ով փորձել էր փրկել իր ժողովրդին եւ վճարել էր սարսափելի գին դրա համար։ Հետևանքները եկան ոչ թե անմիջապես, այլ դանդաղ, աստիճանաբար, ինչպես ձմեռային մութը, որը սողում է երկնքով։ Սիլվա Կապուտիկյանը չձերբակալվեց, չսպանվեց, չանհետացավ։ Փոխարենը նա դանդաղորեն մեկուսացվեց։ Նրա բանաստեղծությունները դադարեցին հրատարակվել։ Նրա անունը հեռացվեց պաշտոնական միջոցառումներից։ Նրա ընկերները սկսեցին խուսափել նրանից, բայց նա շարունակեց գրել, ոչ Լուբյանկայի համար, ոչ Սևակի համար, այլ ինքն իր համար։ Բանաստեղծություններ այն մասին, թե ինչ նշանակում է ապրել երկու կյանքով, ինչ նշանակում է ընտրել մեկ կյանքը մյուսի նկատմամբ, ինչ նշանակում է կրել այդ ընտրությունների ծանրությունը։ Սևակը փրկվեց, նա շարունակեց գրել, շարունակեց պայքարել, եւ 1959 թվականին նա մահացավ ավտովթարում, որը շատերը համարեցին կասկածելի։ Բայց նրա բանաստեղծությունները մնացին, նրա ձայնը մնաց, եւ Հայաստանը երբեք չմոռացավ նրան։ Մարինե Սարգսյանը անհետացավ։ Նա եւ նրա եղբայրը գտան նոր կյանք հեռու երկրում, որտեղ ոչ ոք չգիտեր նրանց անցյալը։ Արմենը, Վահանը, Նունեն, նրանք բոլորը գտան ճանապարհներ դուրս գալու, փախչելու, սկսելու նորից։ Բայց Սիլվան մնաց Երևանում, մնաց իր տանը, մնաց իր գաղտնիքների հետ։ Տարիները անցան։ Խրուշչովը փոխարինվեց Բրեժնևով, Բրեժնևը Անդրոպովով, Անդրոպովը Չեռնենկոյով, Չեռնենկոն Գորբաչովով, Գորբաչովով։ Համակարգը շարունակեց, բայց դանդաղորեն, անտեսանելի կերպով, այն սկսեց փտել ներսից։ Եվ Սիլվա Կապուտիկյանը, ով ապրել էր այդ համակարգի սրտում, տեսավ այդ փտումը ավելի վաղ, քան ուրիշները։ Նա տեսավ, թե ինչպես են պաշտոնյաները դառնում ավելի կոռումպացված, ինչպես են լրտեսները դառնում ավելի պարանոիկ, ինչպես է ամբողջ կառույցը դառնում ավելի թույլ, ավելի վախեցած, ավելի մոտ իր վերջին օրերին։ Եվ նա սկսեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, նա կապրեր բավականաչափ երկար, տեսնելու այն օրը, երբ այս ամենը կավարտվեր։ 1988 թվականին, երբ Բերլինի պատը ընկավ, երբ Արևելյան Եվրոպան սկսեց ազատվել, երբ Սովետական Միությունը սկսեց քայքայվել, Սիլվա Կապուտիկյանը նստած էր իր տանը եւ դիտում էր հեռուստացույցով։ Նա տեսավ մարդկանց պարող փողոցներում, տեսավ դրոշները այրվող, տեսավ արձանները ընկնող։ Եվ նա զգաց ինչ-որ բան, ինչը չէր զգացել տասնամյակներ շարունակ՝ հույս։ Բայց այդ հույսը եկավ ուշ, չափազանց ուշ նրա համար։ 15 տարվա հաբերը, անկնությունը, սթրեսը, դրանք վերցրել էին իրենց հարկը։ Նրա մարմինը քայքայվում էր, նրա սիրտը թուլանում էր, նրա ուժերը սպառվում էին։ Բժիշկները ասացին, որ նա ունի մի քանի ամիս, գուցե մի տարի, եթե շատ բախտավոր լինի։ Բայց Սիլվան չէր ուզում բախտ, նա ուզում էր ժամանակ։ Ժամանակ տեսնելու Հայաստանը ազատ, ժամանակ պատմելու իր պատմությունը, ժամանակ արդարացնելու ինքն իրեն։ 1991 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանը հայտարարեց անկախություն, Սիլվա Կապուտիկյանը կանգնած էր Հանրապետության հրապարակում, շրջապատված հազարավոր մարդկանցով, ովքեր երգում էին, լացում էին, գրկում էին միմյանց։ Նա նայեց այդ դեմքերին, երիտասարդ, հին, երեխաներ, ծերեր, եւ նա հասկացավ, որ այս էր այն, ինչի համար նա պայքարել էր։ Այս էր այն, ինչի համար նա զոհաբերել էր այնքան շատ բան։ Այս ազատությունը, այս ուրախությունը, այս հույսը, դրանք արժեին ամեն ինչ, նույնիսկ այն սարսափելի գինը, որը նա վճարել էր։ Բայց մի հարց մնաց անպատասխան։ Արդյոք նա իսկապես փրկեց իր ժողովուրդը, թե պարզապես ձգձգեց անխուսափելին։ Արդյոք այն 112 մարդիկը, որոնց նա փրկեց, արժեին այն 46 մարդկանց, որոնց նա զոհաբերեց։ Արդյոք կար ուրիշ ճանապարհ, որը չպահանջեր այսպիսի ինջեր, այսպիսի ընտրություններ։ Սիլվան երբեք չիմացավ պատասխանները։ Նա միայն գիտեր, որ նա արեց այն, ինչ կարծում էր, որ ճիշտ է, այն պահին, այն հանգամանքներում, այն սահմանափակումներով։ Եվ եթե պատմությունը դատեր նրան, ապա թող դատեր։ Նա չէր փախչի դատաստանից։ Նա ապրել էր իր ճշմարտությամբ, եւ նա մեռնելու էր իր ճշմարտությամբ։ 1991 թվականի դեկտեմբերին, երբ Սովետական Միությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ, Սիլվա Կապուտիկյանը նստած էր իր տան ստորգետնյա սենյակում, այն սենյակում, որտեղ նա պահել էր իր գաղտնիքները 15 տարի։ Նա նայեց փաստաթղթերին,
դեղին, փոշոտ, լի անցյալի ստվերներով։ Եվ նա որոշեց, որ ժամանակն է թողնել դրանք գնալ։ Նա վերցրեց փաստաթղթերը եւ այրեց դրանք, մեկ առ մեկ, դանդաղ, ծիսական կերպով։ Յուրաքանչյուր թուղթ, որը այրվում էր մի կյանք, մի պատմություն, մի գաղտնիք, որը այժմ անհետանում էր ծխի մեջ։ Եվ երբ վերջին թուղթը վերածվեց մոխրի, Սիլվան զգաց ինչ-որ բան թեթևանալ նրա ներսում։ Ծանրությունը, որը նա կրել էր 15 տարի, վերջապես բարձրացավ։ Նա գիտեր, որ շատերը երբեք չեն հասկանա նրան։ Շատերը կասեն, որ նա դավաճան էր, լրտես էր, կին, ով վաճառեց իր հոգին իշխանության համար։ Բայց նա նաև գիտեր, որ ոմանք շատ քչերը կհասկանան։ Կհասկանան, որ նա խաղաց անհնար խաղ անհնար ժամանակներում, որ նա փորձեց փրկել այնքան շատ, որքան կարող էր, որ նա վճարեց սարսափելի գին իր ընտրությունների համար։ Եվ գուցե, միայն գուցե, պատմությունը կլինի ավելի ողորմած, քան ժամանակակիցները։ Գուցե ապագա սերունդները կնայեն հետ եւ կտեսնեն ոչ թե դավաճանին, այլ կինը, ով փորձեց անել անհնարը, ապրել երկու աշխարհում միաժամանակ, ծառայել երկու տերերին միաժամանակ, մանակ, փրկել կյանքեր, զոհաբերելով ուրիշ կյանքեր։ Գուցե նրանք կհասկանան, որ երբեմն ճշմարտությունը ավելի բարդ է, քան պարզ, լավ եւ վատ, որ երբեմն մարդիկ պարտված են ընտրել ոչ թե լավագույնը, այլ ամենափոքր չարը, որ երբեմն հերոսությունը նման է ոչ թե փառքի, այլ ցավի, ոչ թե հաղթանակի, այլ գոյատևման։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին Սիլվա Կապուտիկյանը մահացավ իր տանը, խաղաղ, լուռ, առանց վերջին խոսքերի։ Նրա թաղմանը եկան հազարավոր մարդիկ, ոմանք սիրելով նրան, ոմանք ատելով նրան, ոմանք չգիտենալով, թե ինչ զգալ, բայց բոլորը գիտեին, որ նա եղել է կարևոր իր բանաստեղծությունների համար, կարևոր իր պայքարի համար, կարևոր իր գաղտնիքների համար, որոնք նա տարավ գերեզման։ Կամ գուցե ոչ, որովհետև 3 օր անց նրա թաղումից մի փոքրիկ փաթեթ ժամանեց արտասահմանյան լրագրողի մոտ, փաթեթ, որը պարունակում էր նամակ Սիլվա Կապուտիկյանից եւ մի փոքրիկ տետր, լի անուններով, ամսաթվերով, պատմություններով։ Նամակում գրված էր. «Եթե դուք կարդում եք սա, ապա ես արդեն մեռել եմ։ Բայց իմ պատմությունը չպետք է մեռնի ինձ հետ։ Այս տետրը պարունակում է ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, այն մասին, թե ինչ պատահեց Հայաստանում 1954-ից մինչև 1968։ Անուններ այն մարդկանց, ովքեր փրկվեցին, անուններ այն մարդկանց, ովքեր զոհաբերվեցին, անուններ այն մամարտկանց, ովքեր հրամայեցին, եւ անուններ այն մարդկանց, ովքեր կատարեցին։ Ես չեմ խնդրում ներողություն, ես չեմ խնդրում հասկացողություն, ես միայն խնդրում եմ, որ դուք պատմեք այս պատմությունը, ամբողջությամբ, առանց դատելու, առանց արդարացնելու, պարզապես այնպես, ինչպես այն եղավ։ Թող պատմությունը որոշի, թե արդյոք ես եղել եմ հերոս, թե դավաճան։ Ես արդեն չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Սիլվա Կապուտիկյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։